Բարև ձեզ, դուք լսում եք TASS, The Art of Small Steps podcast-ը, ձեզ հետ է Գեղարդը, տնտեսագիտական համալսարան ուսանող։ Նախ պիտի խնդրենք մեր բոլոր ուղդիրներին բաժանորդագրվել մեր Instagram-յան եւ YouTube-յան ալիքներին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ podcast-ներն ու տեսանյութերը։ Իսկ այսօրվա էպիզոդի հյուրն է Արցախցի լրագրող Անի Աբաղյանը։ Ողջույն Անի ջան։ Բարև Գեղարդ։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ։ Սենց անսպասելի հրավեր չէ՞ ստացար մասնակցել։ Այո, այն որ Գառնիի հեռախոսով։ Մի քիչ է երեկվա բաներ ես նստած մտածում եմ ու պետքա կանչենք արդեն խոսելու, որովհետև գիտես այս ոդքասթ անելու են բան կողմերից մեկը, այն է որ տեղա գալիս է որ չես արդեն հասկանում ում կարելի է կանչել խոսելու, որովհետև շատ են, բայց դու պետք է ընտրես մեջից էլի ու դրանով։ Ես ուզում եմ մի հարց տալ քեզ։ Ինչի ես։ Այնքան շատ մարդ կա, ինչպես դու ես նշում, ինչի ես։ Նայ, նախ ես ուզում էի լսեի մարդու, որ այս վերջին շրջանում անցել է այդ ապրումներով, ինչ որ եղել է Արցախում։ Հետո հաշվի առնելով քո գործունեությունը, այս փուլում որ ակտիվ ես ակամա թե կամա էլի սոցիալական հարցերով եւ այլն, նախընտրում եմ խոսել նենց մարդու հետ, ով շատ է ժողովրդի տրամադրությունների հետ առնչություն ունենում էլի։ Մենք ինձ թվում է լիքը բան կարանք խոսանք, նույն Գառնիի հետ միասին խոսում էինք ճգնաժամային լրագրությունից, տագնապ ստեղծող լրատվությունից, չգիտեմ, այլ տարբեր թեմաներ կա, արդեն տեղադրել եմ էլի։ Podcast-ից կիմանանք, հա։ Այո, podcast-ից կիմանանք։ Այսինքն այս բանը տեղադրված չի, բայց երբ որ քոնը լինի, արդեն տեղադրված կլինի։ Ու ինձ թվում է դա շատ կարևոր է, որտեղ մարդիկ սպասում են էլի այտենց լրատվական, նաև լրատվական TV բանին, էլի, առողջ արձագանքին։ Բայց գալով մինչև դրան ես քեզ մի հատ հարց ունեմ։ Սուրճ թե թեյ։ Կլինի ջուր։ Իհարկե, ինչի՞ չի ջուր։ Ես ինքսել եմ ավելի շատ ջուր նախընտրում, բայց սուրճ ոչ սուրճ ոչ թեյ չես խմում, հա։ Չէ, երկուսն էլ խմում եմ, երկուսն էլ շատ եմ սիրում, դրա համար չգիտեմ որն ընտրեմ։ Արի երրորդ տարբերակ ջուր որպես։ Okay, շատ լավ է։ Մեկը եթե սուրճ, սերով սուրճ։ Սերով, բանն է, փրփուրով մի քիչ, հա։ Իսկ սուրճը այդ հայկական սուրճը թե բանը։ Ես մի քիչ այդ սուրճերը չեմ տարբերում, այնքան որ սև լինի, հա։ Իդեպ գիտես, քանի որ ես խմել եմ նաև սուրճի բաժակով ոչ սուրճ Արցախում, որ սիսերից էին պատրաստում, իմիտացիա էինք ստեղծում, թե իբրև սուրճ ենք խմում, ու այդ սուրճի սեղանի շուրջ ինչ են անում, չէ՞, հավաքվում են թե ընկերներ, այդ պահին ով որ հարազատ է ու քո կողքին է, իր հետ առաջինը սուրճ է, չէ՞, հյուրասիրում։ Մենք ստեղծում ենք, հա, այդ դե որ նոր են տուն մտնում այդ պահը առաջինը սուրճն է գալիս, մենք ստեղծում ենք այդ իմիտացիան, իբրև սուրճ ենք խմում, այնքան որ բաժակի մեջ ինչ որ սուրճի գույն ունեցող հեղուկ ենք խմում։ Այս վերջին էս շրջափակման ժամանակ։ Երբ որ ոչ փարիզյան կար, ոչ հայկական եւ ոչ էլ Ես ինչ ստեղծեցինք սուրճ։ Այդ շատ գունավոր է սենսին ներկայացնում էի, բայց միանշանակ տեն չեղել։ Իհարկե կանդրադառնանք դրան, բայց օրինակ նայ, ես բախտ եմ ունեցել 1.5 տարի կարելի ասել ապրելու Արցախում էլի, զուգ ծառայության ընթացքում եղավ, բայց միևնույնն է ապրել եմ էլի ինչ որ մի շրջան, նաև շատ իրոք բախտավորություն է այդ։ Իրոք այս փուլում, հա, այս փուլում արդեն դարձել է բախտավորություն, ես չգիտեմ ինչի տենց, բայց ինչի պետք է մենք այսօր տենց համարենք, բայց ոչ սենտիմենտալիզմի կողմ գնալով, ուղղակի գիտես այդ 1.5 տարվա մեջ ես հասկացա մենք ինչքան Հայաստանի բնակչությունն ու Արցախի բնակչությունը քիչ կապակցված են իրար հետ հոգեկան իմաստով, այսինքն հոգեկան ամբողջություն չեն դարձել, էլի, ուղղակիորեն։ Բայց այդ ինչի՞ց է ասես քեզ օրինակ, նայ 30 տարի առաջ ընդհանրենք հաղթել են մի հատ անհնարին պատերազմ, որ անհնար էր այդ պատերազմը հաղթելը, արել են դա։ Ինչի դրանից հետո չի արվել են ամենակարևոր քայլը օրինակի համար, որ հոգեկան ամբողջություն դարձնեն երկու շրջաններում ապրող հասարակություններին, ըստ քեզ ինչի։ Տես փետրվարի սկզբին մենք գնացինք Սյունիք, Քաջարան, Կապան, ու այնտեղ երբ որ ասում էի, որ ես Արցախից եմ, նախ ես չէի վախենում, որ դրանից հետո կլինի հակաարցախյան տրամադրություն,
Ու հետո ես այնքան սեր ու քնքշանք էի ստանում այդ մարդկանցից այդ արտահայտությունը ասելուց հետո։ Ու սկսեցի մտածել, թե ինչի է այստեղ ու ինչքան որ քաղաքից հեռանում ես, Երևանից հեռանում ես, մարդկանց սերը, մոտեցումը, պատկերացումներն Արցախի նկատմամբ ուրիշ են։ Ու ես մի այսպիսի եզրական հանգման եկա, որ մոտ էր Արցախը, իրենք ավելի շատ էին կարողանում գնալ, գալ, իրապես ծանոթանալ այդ մարդկանց կենցաղին, ոչ թե լսել պատմություններ ու դրանից հետևություններ անել։ Այսինքն իրենք իրենց աչքով տեսան։ Իսկ հիմա Երևանում եւ Երևանին մոտ գտնվող քաղաքներում, գյուղերում ապրող մարդիկ կարծում եմ զուտ հնարավորություն չեն ունեցել, որ իրենք գան հասնեն Արցախ ու իրենք տեսնեն այն, ինչ որ ստեղծվում է այնտեղ, այն ինչ որ կա իրոք այնտեղ։ Ու մեր հարևաններից մեկն ասում է, որ գնացել էր միս առնելու, վաճառողն ասում է, դուք այնտեղ մանաթով էիք առևտուրանում։ Այ այդ կարգի իրենք պատկերացում չունեին, որ այնտեղ հայեր են, հասկանում ես։ Ու ես կարծում եմ, որ մենք զարգացող եւ ինչու՞ չէ աղքատ երկիր ենք ու ավելի քան 300 կիլոմետր ճանապարհ կտրել, անցնել զուտ ինչ որ մի տարածք, որն ասում են մեր հայրենիքն է, հա, այսպես են, չէ՞, փաթեթավորել Արցախը։ Իր գեղեցկությամբ եւ այլնով ինքը չի եղել։ Եղել է ժենգյալով հաց, լավ թթու, օղի ու բարբառով խոսող մարդիկ։ Այսպիսի պատկերացումներն ավելի շատ տարածվել։ Խոսում ենք հասարակ պատկերացումների մասին, Արցախի վերաբերյալ։ Հա, մեծ մասի մոտ հա։ Այն մարդիկ, ովքեր որ չեն եղել, երբ որ հարցնում ես ինչ է Արցախը, իրենք այս ամեն ինչն են։ Սկզբից ասում են պատերազմ, հետո, չգիտեմ, ժենգյալով հաց երևի, ու սահմանափակվում է օղիով ու մեկ էլ հանկարծ երեխան որ քաշի այդ վիճակագրության ոնց են ասում վիճակահանության ժամանակ հա չընկնի Արցախ այսպիսի տարօրինակ տպավորություններ են հատկապես այն մարդկանց մոտ ովքեր որ բավական հեռու են լեռնային այդ հատվածներից ու հատկապես Արցախից դրա համար ես մտածում եմ որ մենք չափազանց աղքատ ենք եղել ու ինչու մտքի աղքատ նաև ու չենք մտածել որ դա մեր հայրենիքն է մի հատ գնանք ազատագրել ենք էլի գնանք տեսնենք այդ ինչ է այդքան լսում ենք այդքան պատմում ենք ու եթե մեր պետությունն էլ ինքը քայլեր ձեռնարկեր երիտասարդներին անընդհատ այնտեղ ճամբարներ կազմակերպեր մարդկանց փորձեր միացնել իրար նաև մտքերով ու այնտեղից էլ գային այստեղ ինձ թվում է հիմա պատկերացումներն այսքան ցավալի չէին լինել Հա, լրիվ այլ կլիներ։ Ու ով որ ինչի են Արցախը սիրում են մարդիկ, ովքեր որ իրոք այնտեղ եղել են։ Դու այս հարցը քեզ տվել ես։ Հա, տվել եմ, չէ, ինչի են մարդիկ սիրում, ովքեր որ այդտեղ են եղել, ես այս տեսանկյունից չէի մոտեցել այս հարցին, չէ։ Դու ինձ հիմա լրիվ նոր ուղղություն բացեցիր էլի այս հարցի մեջ։ Ես միշտ որ իրոք ճանաչում են, իրենք են սիրում։ Հա, իրականում դու մի բան չես կարող սիրես, երբ որ չես ճանաչում։ Ինչը սիրես, այսինքն շատ ճիշտ ես ասում, շատ տարական բան ես ասում, բայց շատ ճիշտ ես, շատ կարևոր ինսայթ ես տալիս էլի, այսօր եթե մեզ լսող մարդկանցից որևէ մեկը պատասխանատվություն ա կրում այս հարցով, ինքը կարա նկատի ունենա սա, որտեղ սա շատ կարևոր ինսայթ է ըստ ինձ։ Նույնն էլ անձնական հարաբերությունն է, չէ՞, ինչպես կարող ես սիրես մեկին, չես ճանաչում։ Նույնն էլ հայրենիքի մասով է։ Ուղղակի գիտես, այստեղ խնդիրը որն է։ Իմ պարագան մի քիչ այլ է, որովհետև հաշվի առնելով որ Սփյուռքից եմ, այդտեղ այլ մոտեցում կա, այսինքն ոնց ասեմ, Արցախը էտալոն է, հասկանում ես, գոնե մեր ընկալումների մեջ Արցախը այն անհնարին հաղթանակն է եղել, այս շատ կարևոր խոսք է, այն անհնարին հաղթանակն է, ներողություն եղել չէ, հաղթանակն է, մինչև այս պահն էլի ներառյալ հետը, ուղղակի այստեղ Երևի միգուցե, չեմ կարող ասել, երևի քո ասածն է, որ թե ֆինանսապես տնտեսապես աղքատությունը չի եղել գուցե։ Միգուցե, պատճառները շատ են։ Ինձ թվում է առաջինը կարելի է նաև պատճառները մեր մեջ, մենք ինչ ենք արել։ Ես գիտես ինչ էի ասում, երբ որ ես երկրորդ անգամ եմ տեղահանվել Հայաստան գալով, երբ որ հադրութից դուրս եկանք Ես մտածում էի, թե Արցախի որ հատվածներում չեմ եղել ու երբ որ մարդկանց հարցնում էի հադրութում եղել եք, ես մեծ մասը լսում էի, որ ոչ։ Գիտես, հեռու է հադրութը, մենք չէինք կարող։ Հենց Արցախի ներսում կային մարդիկ, որ օրինակ Մարտակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ, իրենք ներսում անգամ չեն եղել։
Հա։ Ու բայց եթե ասեմ, որ Արցախում այդ աղքատ լինելն ա եղել, դա շատ սխալ կլինի, որովհետև այնտեղ մարդիկ բավական աշխատանք ունեին, կարողանում էին իրենց գլխի ճարը տեսնել։ Ես այստեղ որ տեսնում եմ մարդիկ մի քանի տարի այստեղ են ապրում ու վարձով են ապրում, ես զարմանում եմ, որովհետև այնտեղ այդպիսի բան չի եղել։ Այնտեղ մեծ մասն ուներ իր սեփական տունը ու իր տանն էր ապրում։ Այսինքն կենսամակարդակի հարց չի եղել, որ իրար մոտ չեն գնացել։ Մտածում եմ, բա իրենք ինչի իրար մոտ չեն գնացել, ինչի իրար չեն ճանաչել։ Ու միջև այս պահ ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Օրինակ, ինչի Մարտակերտի գյուղերից դեպի Հադրութ չի եղել հոսք երեխաների։ Կարող է պատճառը լինի, ասենք, առօրյա հոգսը։ Բայց առօրյա հոգսը։ Հիմա քեզ հոգս չունես, որ դու այս ոդքասթն ես վարում։ Հա, իհարկե, Ունես, չէ՞։ Բայց նպատակ էլ ունես ինչ-որ բան անելու։ Ահա, բայց նա ինքը ինչ-որ պետքա ունենաս այդ տարական, ունակ Մասլոյի բուրգի մասին լսել ես։ Ինքը հոգեբանական բուրգ է, որի 3 մասի է բաժանվում։ Մարդը առաջին շերտում basic needs, տարական անհրաժեշտ բաներն է։ Տուն, կենցաղային, հա։ ուտելիք, ջուր, ապահովություն, այսինքն այս մարդը ապահովում է անցնում է երկրորդը, կոչվում է belonging, այսինքն պատկանելիություն, արդեն սեր, ընտանիք, ընկերներ, այս շրջանակն է։ Երրորդը արդեն association-ն է, այսինքն հասարակությունում արժեք ստեղծելն է։ Դու պիտի անցնես այս երկու level-ը, որ կարողանաս ասոցիաց մուտք գործես հասարակություն, արդեն որպես արժեք ստեղծող։ Ես հիմա այդ դրանից եմ մեկնվում, մտածում եմ, եթե Մարտակերտի օրինակի համար հերու հորաթաղում բնակվող գյուղացին կամ բնակիչը ինձ թվում է այնքան հոգս ունի, որ ինքը այս մաքսիմում երկու շերտն է անցնում, ինքը երրորդին չի հասնում։ Ու ցավալին նա որ նաև իր այդ շատ գործուն առողջ երիտասարդ տարիքում էլ չի հասնում այդ երրորդ բանի շերտին, ինքը չի փորձում։ Բայց չես կարծում, որ այստեղ էլի պետության ձեռքը պետքա հասներ այդ մարդկանց։ Հա, միանշանակ։ Որովհետև մենք եթե մենակ փորձենք ինչ-որ բան անել, օրինակ եթե չլինեին այս քո միկրոֆոնները, դու մենակ կկարողանայիր այս ոդքասթը անել, չէ, իրենք քեզ օգնում են ու դու էլ իրենց ես օգնում, որ արժեք ստեղծեն։ Հետևաբար այդ փոխըմբռնումը, այդ միությունը ինձ թվում է չի եղել ու մինչ օրս չկա։ Այդ հասարակություն, պետություն կապը, որ մենք միասին ստեղծենք արժեքը, թե չէ ամենտեղ մենք միշտ մնում ենք այդ կենցաղի մակարդակին, չենք կարողանում վերև գնալ, ինչա չենք կարողանում այդ կենցաղը մի փոքր բարելավել։ Բայց ասեմ, որ երբ որ Արցախում ենք ու էլի շրջափակում էր, մենք այնտեղ այնքան կենցաղային խնդիրներ ունեինք։ Պատկերացրու գազ չկար, լույսը ժամով էր, ջուրը ժամով էր։ Դժվար եմ ասեմ պատկերացնում, բայց հավատա փորձում եմ պատկերացնել։ Հա, ուտելիք չկար ու մարդիկ պատկերացրու գոյաբանական խնդրի առաջ էին կանգնել, բայց իրենք շարունակում էին գնալ աշխատանքի, երեխաներին ուղարկում էին դպրոց, ու եթե մենակ իրենք ասեին, չէ, երեխայի հետ գնում եմ հացի հերթ կանգնեմ, որ ես իմ առաջին այդ բուրգը լրացնեմ, չգիտեմ, ինչ կլիներ այսօր։ Ավելի վատ։ Չէ, ես հա կարող է վատ կողմից մոտեցար դու այդ օրինակին ես խոսում եմ ընդհանուր առմամբ մարդը ոնց կարա մտածել, սա մեծամասամբ ինձ թվում է աշխատող պիրամիդա մեր հոգեբանության մեջ, այսինքն նույն որ վստահ եմ եթե ընդհանրապես սովամահություն եղել է սովամահություն այդ շրջանում հա մի անձի մոտ գրանցվել է մեկ անձի մոտ գրանցվել է սովամա եթե ուզում եմ չգիտեմ հիմա ոնց է այնքան նույն թեմա է որ չգիտեմ օրինակ էլ չեմ ուզում բերեմ բայց շատ ծայրահեղ դեպքերում օրինակ վստահ եմ որ դպրոցել չեն գնա ու դա նորմալ կլիներ որ չգնային դա նորմալ կլիներ որ մարդ չգնար աշխատանքի որ ինքը ուղղակի ջրի կարիք ունի որ ինքը ուղղակի ուտելիքի կարիք ունի բայց գիտես մեր բախտը ինչով է բերել որ երբ որ արդեն ամեն ինչ շատ վատ էր դեպի օգոստոս գանք արդեն 2023 թվականի օգոստոս, երբ որ իրոք ուտելիք չկար եւ այլն, մի պահ ծնողները բողոքում էին, որ դուք լուրջ դպրոցները բացելու եք, դուք լուրջ ուզում եք, որ երեխաները գնան դասի, ու այդտեղ ես շատ ուրախ էի, որ որոշվեց, որ այո, դպրոցները բացում են ու իրենք պետքա գնան, ու էլի մարդիկ, չգիտեմ, այդ վատ պայմաններում արև էր ստեղծվում էր այդ ջերմությունը կար գյուղերից ինչ որ ուտելիքներ էին բերում եւ այլն ու ստեղծվում էր միջոցներ որ այդ մարդիկ գնան ու սովորեն Արցախի բնությունն էլ չէ օգնեց այդ շրջանում միանշանակ ես չգիտեմ իրականում այս խնդիրը բացի այս կոնտեքստից դուրս ընդհանրապես այսօրվա հասարակության անդամները տենց զգում ես որ
Օրինակ շատ հաճախ հարց եմ տալիս իմ տարեկիցներին, ասում եմ, ո՞րն է ձեր նպատակները, օրինակ այս կյանքում, չգիտեմ, ինչ եք մտածում, ինչ եք։ Մեծ մասը այտենց կոնկրետ չգիտի ինչ է ուզում ու մեծ մասի համար նույնիսկ նպատակ չկա էլի, այսինքն շատ անպագորգոր է ճանաչում իրանց համար։ Շատ այսպես բան են, որ ինչ նպատակ ապրում ենք էլի, լավ է, այսօր էլ, վաղն էլ ու տեսնես որ մարդկանց մոտ նպատակ չկա։ Ու ասա որ այդ զգացողությունը սեր չի ճանաչում։ Բոլորի մոտ է համատարած ու տղա աղջիկ ու այդ абսուրդ է։ Անհաղորդ հայացքում լավ ռոմանտիկ բաներ ես ասում, այսպես։ Այսինքն տարիքով մարդիկ են նույնիսկ եթե ինչ-որ բան են ասում, լավ ինչ-որ միտեղ փորձում ես, օրինակ 80 տարեկան, 85 տարեկան մարդ է որ ինչ-որ բան ասում, ասում լավ, դե մարդիկ կյանք են ամենալավ տարիները արդեն ապրել է։ Հիմա էլ եք ապրում, իհարկե բոլորին էլ երկար կյանք, բայց այն 20 տարեկան տղային կամ աղջկան ասում ես ինչ իմաստ ունի, ասում ոչ մի բան։ Ես նույնիսկ գիտես ինչից եմ բանը։ Գեղարդ, բայց այս հարցը եկավ։ Իսկ ինչի հասանքը դրան։ Ինչի չունի։ Ես հենց դրան եմ ուզում գայի։ Գիտես մենք բթացել ենք այստենց էմոցիոնալ իմաստով մենք բթացել ենք ուղակի հաշվի առնելով վերջին շրջանում նա ես ինչքան ուզում եմ խուսափեմ այս բանից բայց սա մեր իրականությունն է որի մասին պետք է խոսալ որտեղ մենք եթե չխոսանք չենք հասկանա ինչ է կատարվել մեր հետ ու ինչ պետք է անենք այս անտարբեր ենք 20 թվականից այս կողմ շատ անտարբերությունը ամեն ինչի հանդեպ գրեթե այսինքն երկրում այնպես սկանդալներ կարալ տեղի ունենա թե քաղաքական իմաստով թե ոչ քաղաքական իմաստով որ դրա արձագանքը պետք է հանրության կողմից լինի մի հատ բում բայց չի լինում այդ բումը ու դու ուզում ես հասկանաս ինչ պետք է լինի այսինքն օրինակ նայ 23 թվականին որ տեղահանվում էիք Արցախը բլոկ ընդհանրապես ինչու մենակ այդ տեղահանման կտորը նաև ամբողջ բլոկադայի ընթացքում գիտես ես իհարկե չեմ ասում որ որևէ մեկ այստեղ պետքա չգիտեմ նստել լացեր ամբողջ օրը մի անկյունում դրա մասին չի խոսքը բայց այդ անտարբերությունը այնց անթույլատրելի անտարբերությունները շատ հաճախ մարդկանց դեմքից հոսում որ դու չէր հասկանում էլի ինչի համար ես մի բան ասեմ ինչի ենք մենք ասում 2020 թվականից հետո Ինչի մենք ինձ թվում է զուտ դա մի հատ գիծ է, որտեղից մենք սկսում ենք ճանաչել ինքներս մեզ։ Այսինքն 2020 թիվը մեզ բացահայտելու տարի էր։ Թե լավ, թե վատ կողմերով։ Ստեղծվել էին առասպելներ, միֆեր եւ մենք դրան ենք, չէ՞ հավատում։ Հետո ասեցինք ոնց կարա մեր հայը ընդունի Արցախի կորուստը, ոնց կարող է մեր հայը օրինակ տան վարձը արցախցուն շատ տա կամ չգիտեմ ինչ իսկ գուցե դա միշտ է եղել մենք չենք տեսել գուցե սա մի հատ գուցե չպետք է ընդհանրապես տարբերություն արցախցի ու չգիտեմ երևանցի ու լոռեցի ու չգիտեմ բայց հիմա չէ ես այդ տարբերության մասին չեմ ասում այլ որ զուտ սա մեզ համար չակերտավոր, բայց հնարավորություններ ինքներս մեզ ճանաչելու ու հիմա սրա մասին խոսելու։ Մենք ինչը դուր եկավ այդ ժամանակ, ինչը դուր չեկավ, ինչը կարելի է փոխել։ Մենք դեգրադացվում էինք։ Ուղղակի այդ պահին ճանաչեցինք մեզ։ Հիմա պետք է աշխատենք դրա վրա։ Այսինքն այդ ճգնաժամը պետք է հնարավորություն դառնա մեզ համար, որ մենք փոխվենք։ Ու մեկ էլ մի բան եմ ուզում ասեմ, երբ որ դեռ 6-րդ, 7-րդ դասարանում էինք, բինգյոլ երգն էինք սովորում, ես պանդուխտ եմ, այս տեղերին ծանոթ չեմ, քույրիկ ասա որն է ճամփեն բինգյոլի։ Շատ եմ սիրում այս երգը, իմ ուսուցչուհին Ընկեր Չակմազյանը, երբ որ ինձ սովորեցնում էր այս երգը, ես միանգամից պատկերացնում էի սփյուռքահայերին, որոնք տեղահանվում են։ Ասում էի, այդքան շատ եք, ինչի եք այդքանը տեղահանվել, ինչի եք դուրս եկել, ինչի ես պանդուխտ դարձել, որ մի հատ էլ ճանապարհներ չիմանաս։ Ես այսպիսի մտքեր ունեի, անընդհատ սա ոչ մեկի մոտ չէի բարձրաձայնում, բայց ես անընդհատ մտածում էի, ինչի պանդուխտ դարձար, բա ինչի քո հայրենիքը լքեցիր ու հայրենիքի ջուրը, որ այդ երգն եմ շատ սիրում։ Ես երբ որ տեղահանվեցի, սկսեցի հասկանալ սփյուռքահայերին, բայց ես հիմա վախենում եմ, որ հանկարծ մեր մյուս հայերը արցախահայերին կհասկանան։ Ես այդ վախի մեջ եմ ապրում։ Ու նույնը ապրել եմ Ստեփանակերտում, որի մարտակերտցի ընկերները ուզում էի, որ ինձ հասկանան այդ իրավիճակում, չտեղահանվեն հետո ինձ հասկանան։ Բայց չստացվեց։ Մարդ չի ընկալում, մինչև որ չի մտնում այդ իրավիճակի մեջ։ Ու չգիտի, երևի Աստված մեզ էլ տենց է ստեղծել, որ մինչև մեր մաշկի վրա չզգանք,
չկարեկցենք, չհասկանանք։ Բայց դու պատկերացնում ես ինչքան բան կարող փոխվեր, եթե այս ամեն ինչը տենց 100-ից 100 գիտակցում լիներ, էլի պատկերացնում ես բոլորը պատկերացնեն ամեն ինչ, գիտակցեն ու անեն դրա համար ամեն անհրաժեշտ բան էլի։ Ինքի մոտ ծովից ծով կունենայինք ինչի մասին։ Ծովից չգիտեմ, բայց կունենանք այլ որակի հասարակություն, հաստատ կունենանք այլ որակի հասարակություն։ Իրականում լավ բան ասել այնտեղ, որ 20 թվականը էդի բանը անգլերեն ասած break-even point-ը էլի, դից հետո փոխվել է, մինչև այդ ու դից հետո է փոխվել, շատ ճիշտ ասել էլի։ Ես մի բան սովորեցի այս վերջին ընթացքում, չգիտեմ ճիշտ եմ սովորել թե չէ, բայց ինքը պատերազմի ֆիլտր է։ Ֆիլտր է, որով անցնում են բոլորը, որով քննվում է արդյոք դու մարդ ես ծայրահեղված վիճակներում թե ոչ, արդյոք դու ունես ազգային ինքնասիրություն, պատկանելիություն ու արժանապատվություն թե ոչ, արդյոք դու պատրաստ ես ինչ որ արժեքների համար զոհությունների գնաս թե ոչ, ու իմիջիալս դա շատ դժվար է, շատ դժվար է, էլի ես նույնիսկ չեմ պատկերացնում ովքեր որ արել են նման զոհություն, իրանք այդ պահին ինչ են պատկերացել, ինչ են մտածել, ինչ են զգացել։ Միշտ ես մտածում եմ ստիպված են արել, թե գիտակցված։ Գիտես չեմ կարծում, ստիպված։ Հիմա մեր խոսակցությունը շատ տխուր է գնում, բայց տխուր չենք, լսողները։ Մեր չեն տեսնում, բայց մենք տխուր չենք, մենք ուղղակի մենք խոսենք այս ամենից։ Մենք մտածում ենք հասկանում։ Այո, բարձրաձայն մտածում ենք ու համաձայն եմ, որ շարունակենք մտածել, որովհետև լավ մտքեր է գալիս։ Ինձ թվում է չէ, ստիպված չեն արել։ Մենք վերջում լուծումներ կասենք։ Երևի։ Եթե Աստված տա էլի այդ լուծումների պատասխան։ Եթե Աստված տա, անպայման կասենք։ Ինձ թվում է ստիպված չեն արել անի։ Իմ կարծիքով էդի գիտակցությունն է պետք։ Գիտես մեկ էլ Գեղարդ, ինչն եմ ես որ անընդհատ պայքարում եմ դրա դեմ, մեր պատերազմի միջով անցած տղաները չեն ուզում խոսեն։ Ինչի չեն խոսում։ Մենք պետքա սերունդ դաստիարակենք, չէ՞ իրենցով։ Ինչի չեք խոսում սիրելի մասնակիցներ պատերազմի։ Ձեր ինչի միջով եք անցել։ Իրենց հերոսությունների մասին պատմեն, որ մենք ասենք հերոս չպատկերացնենք քառակուսի բանի մեջ դրած նկար կամ տապանակար։ Մենք պատկերացնենք դա քայլող, շնչող, ուտող մարդ, որ ես էլ ասեմ, ես քայլում եմ, շնչում եմ, այն կողքինս էլ է քայլում, շնչում ու հերոսա, ուրեմն ես էլ կարամ մի օր նենց անեմ, որ հանուն հայրենիքի մի հերոսություն անեմ, չէ՞։ Ինչի չենք խոսում։ Ես չեմ կարող իհարկե։ Սա իդեպ մասնագիտական պորտկում էր, որովհետև ես ուզում եմ շարք անել պատերազմին մասնակցած եւ ողջ մնացած տղաների մասին, բայց ես չեմ գտնում այդ մարդկանց։ Իրենք շատ են, բայց ես չեմ գտնում, որովհետև չեն ուզում խոսել, որովհետև ամաչում են, կարծում են, որ իրենք չեն արել ասելու համար։ Հա, դա շատ ճիշտ է։ Դուք չեք արել այդ պահին ասելու համար, բայց հետո, որ սերունդ պետքա դաստիարակվի ձեր շնորհիվ եւ ձեր խոսքով, պետքա ձեր խոսելը։ Նայ, լավ բան ես ասում, որ պետքա սերունդ դաստիարակվի, ես բոլորի տեղը չեմ կարող պատասխանել, ես կանեմ իմ տեղը պատասխանեմ, ես գտնում եմ սենց, եթե նախ ոչ մի արտարոց բան չեմ արել իմ կողմից, եղել այն ինչը որ ինձ սովորական զինվորական ծառայությունս ա եղել պատերազմական դրությունում, բայց գտնում եմ սենց, եթե մենք պարտվել ենք մի բանում, ուրեմն այդտեղ հերոսություն կա, եթե ինքը շիրիմի կամ քո ասած քառակուսու մեջ է, այդ տեսքով է։ Կա վատ բան եմ ասում, չգիտեմ, հենց հիմա շատ վատ բան եմ ասում, ես գիտեմ որ շատ վատ բան եմ ասում։ Նորմալ է որ համաձայն չես։ Ես իմ մասով եմ ասում, ես երբեք չեմ ընդունի, որ ինչ որ մեկը ինձ համարի, որ ես ինչ որ բան չեմ արել, որովհետև այդ բանը։ Ես գտնում եմ sense, եթե արել եմ ուր է դա։ Արել եմ ուր է դա։ Հիմա դու որ ասենք չգիտեմ, ենթադրենք այդ օրը պետքա ռեպորտաժ տաս, օրինակ եմ ասում։ Ամբողջ օր անես, վերջում կորցնես դա, գաս։ Ես վստահ եմ որ քո պատասխանատու այն մարդիկ ովքեր որ պատասխանատու են ռեպորտաժի համար կամ չգիտեմ ինչ օրինակ բերեցի պայմանական որևէ մեկը որ վերահսկում է խմբագիր ռեժիսոր եւ այլն հաստատ կասեն չէ ուր է անի ու դու եթե ասես ես արել եմ ուղակի կորցրեցի ոչ մեկին դա հետաքրքիր չի ներ որովհետեւ վերջնական արդյունքը ոչ մեկ չի տեսնում հիմա դու արել ես կորցրել ես թե չես արել էական չի էական է այդ ընթացքում
այն մարդիկ են, ովքեր անընդհատ դու պետքա արդյունք ապահովես, որ դրա մասին խոսես։ Հա, իհարկե պետքա շարունակական արդյունք ապահովես։ Իհարկե պետքա շարունակական արդյունք ապահովես։ Բայց տես, երբ որ դու այս ոդքասթը, ես ուզում եմ մաքսիմալ առարկայական ցույց տալ։ Հա, իհարկե, հա։ Այս ոդքասթը ընդհանրապես ասենք 20 րոպե է, չէ՞, եթեր գնալու։ Օրինակ։ Հա, դու այդ 20 րոպեն արդյունքն է, բայց դու ունես 3 օր, 4 օր աշխատանք։ Դու կարծում ես, որ այդ 20 րոպեանոց արդյունքով պետքա քեզ դատեն կամ քո մասին խոսեն։ Հա։ Չէ։ Բայց ոնց։ Դա կարա խոսի։ Նկատես որտեղ, այդ եմ ասում։ Օրինակ կոմենտներում։ Նայ, կոմենտներում անկեղծ նախ տենց բացասական կոմենտներ դեռ շատ չեմ հանդիպել։ Ինչի մենակ բացասական։ Թեկուզ դրական շատ չեմ հանդիպել։ Հա, լավ հարցեր ես տալի, շատ լավ հարցեր ես տալի։ Միանգամից բացասական ասես, ես չգիտեմ ինչի, բայց ոչ բացասական, ոչ դրական չեմ հանդիպել կոմենտների։ Բայց հա, եթե ինձ չեն ճանաչում, ինձ դատում են դրանով։ Նույն սիտուացիան է, թե դու ուզում ես իմ հետ շարքանես։ Սրանից ինչ է ենթադրում, որ դու պետքա նաև ցույց տաս այդ background-ը։ Որտեղից կարամ ես սովորեմ, որ այս հյուրը իր ոտքով չի եկել հասել ստեղ, իրեն պետքա զանգել։ Քեզանից փոքր այն մարդը, ով որ նոր է քայլեր անում, նաև սա պետքա սովորի, չէ՞։ Այսինքն մենք մտածում ենք, որ դա մանրուք է, բայց ամեն մանրուք հետո մի ամբողջական արդյունք է ապահովում։ Ու ես նայ Տոման մեր օրինաչափ հաղորդման Տիգրանի կինն է, ինքը շատ հսկայական աշխատանք անում, բայց Տիգրանն է եթեր մտնում։ Իր հետ խոսելիս ես ուզում եմ, որ մաքսիմալ շատ մարդ լսեն, ասում է ինձ համար կարևոր է անել լավը եւ ասել լավը։ Այսինքն ինքը իբրև PR-ը անում, բայց իրականում ինքը ասում է ինձ համար PR-ը այնա, երբ որ անում ես լավը եւ ասում ես լավը, ոչ թե ծաղկացնում ես։ Դու քո ընթացքը արա լավ եւ պատմիր այդ լավը, ինչ ես թաքցնում։ Չէ, թաքցնելու։ Հիմա քո, ահա դու չունես մեծ արդյունք, բայց դու ունես արած աշխատանք, որից կարողա իմ եղբայրը, որ դեռ չի ծառայել, մեծ, չգիտեմ, դաս քաղի։ Ինչի ինքն էլ նույն սխալը անի, ինչի ինքը այդ սխալի վրա սովորի։ Այդ կողմից համաձայն եմ։ Ես միշտ ասում եմ, որ ես մեծ հաճույքով պատրաստ եմ խոսել այն սխալների մասին, որ ընդհանրապես արել ենք բոլորս, որտեղ մեկս մի սխալը եթե ֆիքսում ենք, հավանականությունը քիչ է, որ նույն սխալը կկրկնենք։ Դրա մասին միանշանակ չեմ վիճում, քո ճիշտ ես ասում։ Բայց չգիտեմ, ես իմ պարագայում ես տենց եմ մտածում ու չեմ կարող ասեմ ինչքանով է սա ճիշտ, ինչքանով է սխալ։ Ես ինքս եմ հասկանում, որ մենք խնդիր ունենք սերունդներին կրթելու, նույնիսկ այս տարիքում ոչ մեկ թող բան չան էլի, որ տարիքով երիտասարդ 24 կարծեմ դու ինձանից նաև տարիքով մեծ ես, փոքր ես։ Ավելի եւս ես եմ մեծ։ Եղերձյա։ Նույնիսկ այս տարիքում էլի ասելի կոանելի կա, որտեվ արդեն շատ բաներ ենք տեսել, կարանք խոսանք դրա մասին, բայց ես չգիտեմ ինչի համար եմ մեծ մասը։ Դու քան տարեկան ես։ Ես 24։ Արդեն հեսա կդառնամ։ 23 եմ ես, այն 24 կդառնամ։ Հա, ձեձե պիտի ասում փոքր։ Գարդ հոպար։ Այդ բառն էլ է, չէ՞, դա։ Հոպար, հա։ Իսկ բաբշան ես ինչ եմ ասում, հա։ Այսօր ինչ հավես անցում էր։ Հա, մի անգամից sense տխուր թեման փակեցինք։ Ինչ է ուզում ասել, շատ եմ նկատել, որ մեր բառեր կա, որ շատ սփյուռքայերում նման է Արցախի բարբարի բառերի։ Որ բառերն են։ Այ հիմա ասեմ, չեմ հիշում, կասեն այտենց ուղակի ասելու համար, չէ, բայց իրոք չեմ հիշում։ Ես ընթացքում որ հիշում կասեմ։ Որ հիշենք կոմենտներում կգրենք։ Որ ես հիշում կասեմ էլ, ով որ հիշի թող գրի, ինչ ուզում եք գրեք։ Ինչ բառեր կան, բայց որ նման են։ Դե մա չեմ հիշում, բայց կանանք ինչ-որ բառերից խոսանք, որտեղ այնքան բառեր կա մեկ ես նույնիսկ չես եկար կոնտեքստից բռնես դա ինչ է նշանակում, էլի օրինակի համար մի օր մի հատ տղա եկավ, չգիտեմ ինչ էր ասում, ասեց աթոռները սակ-սակ դասավորված է։ Հիմա արյու հասկացի սակ-սակի ինչ է նշանակում, էլի։ Ասում եմ անունը չեմ ասի, դե ամեն դեպքում հիրավանն է, ասում եմ ինչ է նշանակում սակ-սակը, Ղաշանգ ինչ է նշանակում, հաջորդ բանն է, Ղաշանգ ինչ է նշանակում, ասում եմ դե սիրուն էլի, բան ասի։ Դյուս։ Okay, դյուս, դյուս։ Բայց ես միշտ զարմանում եմ
ոնց չեք հասկանում, այդտեղ ինչ կա չհասկանալու, ես իմ կռիվը միշտ է դա։ Չէ, բայց բառը կա, նամանավանդ որ արագ խոսվում, հա, էդի թողու փախի, էդի չես հասկանում։ Իհարկե շատ սիրուն է, շատ սիրուն է։ Բայց չես կարա հասկանաս, էլի, երբ որ նամանավանդ արագ են խոսում։ Ես հիշում եմ մեկ այնքան արագ են խոսում, այնքան արագ, որ բարգացած եմ լինում, մի անգամից այլ շիֆտ է լինում, փոխում եմ, Արցախի բարբարով ես սկսում եմ բարբարով խոսել, ու այդպես նաև աշխատանքի ժամանակ է լինում, հարցումների, սկզբից նշեցիր, որ մարդկանց հետ ավելի շատ ենք շփվում, տարբեր թեմաներով, տրանսպորտի թանկացումից մինչև սահմանային լարված իրավիճակ եւ այլն, ու երբ որ ես մեր հասարակության շրջանում տեսնում եմ անտարբերություն, օրինակ հարցնում եմ, հա, այս անտարբերության մասին մենք խոսեցինք, ես մի հատ օրինակ բերեմ, չեմ նշի որտեղից էր, բայց մի բնակչի եմ մոտենում, ասում եմ տրանսպորտը Երևանում թանկանում է, ինչ ասի որ լավ լինի։ Ինչ։ Ասում եմ ես ստեղից չեմ։ Ասում եմ որտեղից եք, Հայաստանից չեք, հա, X քաղաքից եմ, չեմ թիրախավորում, էլի քաղաքը զուտ չեմ նշում, ասում եմ, բա չեք մտածում, որ ստեղ թանկացավ, հեսա արդեն միջհամայնքային է կթանկանա, որ այդ քաղաքից գաք Երևան ստեղ չեք օգտվելու, կամ ձեր քաղաքացին է, ինչի իր մասին չեք մտածում, կամ գուցե լավ բան է, մի կարծիք ասեք, էլի, հայ եք վերջապես, այս կինը մտածես, ճիշտ եք էլի ասում, բա թանկա, բա ի՞նչ է։ Բա, ես։ Հա, ու գոնե լավ է վերջում մի բան ասել։ Դարձի եկավ, հա, գոնե։ Դարձի եկավ։ Անի։ Տենց։ Այս իրականում անթույլատրելի բան կա, էլի, մի հատ անընդունելի անտարբերություն կա, որ ես ոչ մի բանի չեմ խառնվում։ Քաղաքականությունի մեջ։ Հա, Գարնի այդ ոդքասթում էր Միչայելով ցենց մի լավ բան ասաց, շաբլոն է դարձել, բայց այդ շատ ճիշտ է, էլի։ Դու չես զբաղվում քաղաքականությամբ, ինքն ես զբաղվում քեզանով։ Շատ շաբլոն է դա, բայց այնքան ճիշտ է, այս օրերի համար այնքան բան է, օրինակ, բայց ես սիրում եմ մի քիչ կրիտիկ մոտենամ ինչ որ բաների, նամանավանդ որ մի քիչ թեմայի մեջ ես։ Օրինակ, նայ, տրանսպորտի տեսանկյունից էլի մենք շատ լավ ոդքասթ ենք ունեցել պարոն Նալբանդյանի հետ, Գառնիկ Նալբանդյանի հետ, Գիտությունների ազգային ակադեմիայում աշխատում, նաև տեխնիկական գիտությունների տեխնացիա։ Իրար հետ խոսեցինք, այնտեղ խոսեցինք ֆինանսական կտորից, ոնց է դա։ Օրինակ, եթե պայմանական այդ ընկերությունն է, թերսել ընկերությունն է բանանում, վաճառում։ Հա, կարգավանը QR տոմսերը վստահաբար այնտեղ միջնորդական ծախս կա, չէ՞, այսինքն վերադիր ծախս կա այդ ենթադրենք 350 դրամ է, 150-ից որ մի մասը գնում է թերսելին, օրինակ եմ ասում։ Այսինքն այստեղ խնդիրը այն է, որ այդ վերադիր ծախսն է շատ, ինչ որ սխալ հաշվարկ կա, ուրեմն սխալ մոտեցում կա, ինձ թվում է պետք է ավելի լավ հաշվարկի պարագայում ավելի մատչելի լիներ այս ամեն ինչը, բայց մի կողմից մատչելի, այսինքն 100 դրամից մատչելի։ Չէ, ոչ 150, ոչ 300 ներողություն, 300-ից ավելի մատչելի է։ 150-ն էլ ես իրական չեմ հասկանում ինչ խնդիր է լուծում 50 դրամը, դրա համար չեմ թեմայի մեջ խորանում, բայց լինելով հենց օրինակ Եվրոպայում, այդտեղ էլ տրանսպորտի գինը 400 դրամ անթարապես, բայց դե ուսանողես 250 դրամի կարգի է մոտապես Լեհաստանի մասն է խոսքը, ունես առավելություններ։ Օրինակի համար, չգիտեմ, նստում ես, շատ սիրուն կահավորած կանգառներ, կոնկրետ հեռուստացույց կա, նայում ես այս տրանսպորտի ժամին է գալու ու վարկյանին աշխատում ներսում այսա որ կանգառնը հասե թե դու օտար ես նույնիսկ, օրինակ ես 4.5 ամիս ապրելով լրիվ իմ համար օտար քաղաքում, ես չեմ կորել զուտ այդ ամեն ինչի շնորհիվ, շատ հարմար է օգտվել։ Եթե դա պետքա լինի, ես համաձայն եմ։ Թողեք գոնե դա լինի, հետո եթե դա պետքա լինի, հա, եթե դա պետքա լինի, եկեք այդ անենք, կարգավորենք, իմանանք, որ մենք ինչի համար ենք այս ամեն ինչը անում, անենք։ Բայց մի կողմից էլ sense մի հատ հարց է մոտ առաջանում, քեզ էլ տամ այդ հարցը։ Նայ, ամեն ինչ է թանկացել։ Մենակ ավտոբուսը չի։ Հացը, առաջին անհրաժեշտության սուրճը եւ այլն, առաջին անհրաժեշտության, որ մարդիկ օգտագործում են։ Ինչի դրանց համար հավասարաչափ բոյկոտ չի լինում։ Որովհետև դրանցից քիչ մարդ է օգտվում։ Չէ։ Վազվրատի հացը չի թանկացել։ Այդպես ասող է եղել։ Չէ, զուտ իմ մտածեցի, որ կան մարդիկ, որ կարան գնան վազվրատի հաց առնեն, այն թանկը չառնեն։
Դա չի բազմարատը հետ ժամկետը հա երբ որ օրինակ 24 ժամ անցնում է ինքը ինքնարժեքով վաճառում են բաներին հաճախորդներին հիմա դա հոչի թանկացել իսկ դրանից շատ են օգտվում չէ բայց ես նայես ուրիշ կողմից ես ինքը այդ բազմարատի հացածիր բանը աշխարհայացք ես փշրում էլ այդ բազմարատի հացը ամեն ինչա թանկացել այսինքն ես գտնում եմ եթե ռացիոնալ մտածողներ ենք հաշվի առնելով նաև տնտեսագետ եմ շատ գլուխը չտանելու համար հա ես հումանիտար եմ էլի մի հատ խնդիր չի չէ ռացիոնալ մտածողության տեսանկյունից պետքա դրանց համար էլ հավասարաչափ բողոք լիներ ինչի հենց տրանսպորտը էնի չէ օրինակ ինչի հենց տրանսպորտն է բան լինում թիրախավորվում էլ ես կոմդեմի համար ասում եմ ես ուզում եմ շոշափելի արդյունք տնամ հետո նոր վճարեմ անվտանգային բաղադրիչ է մայրաքաղաքում դրանով դրանից հազարավոր մարդիկ են օգտվում չէ բայց նայ անվտանգային բաղադրիչը կարող եմ մտածեն մունիցիպալ ղեկավարություն ստանձնած մարդիկ կարող մտածեն փորձագետներ կարող մտածենք ես ու դու կարող մտածենք շատ մարդկանցով բայց մեծ մասը հաստատ այդքան չի խորանում դու էլ գիտես որ չի խորանում այդքանը սա անվտանգային շերտ է սա չգիտեմ հա բայց ինչի ինչ Այդ դեպքում ինչի Այդ դեպքում ինչի արում եմ որ բողոքը մենակ էդ էլ է ինձ այդ հարցը ուզում ինչի համար էլի եթե մենակ բանն այդ ավտոբուսի համար ինչի ամենակ դրա համար բողոքը ես սա չեմ ընկալում սա չեմ հասկանում ու պահանջել չեմ տեսնում որ դեպքում են օրինակ համաձայնվելու պակաս սահման են սակագիրը որ դեպքում են պատրաստ լինելու վճարեն ավել այս երկու կողմից էլ ես հիմա այդ երկրորդ հարցին ինչպես ասում են վերջից գամ հա այս երբ որ խոսում էինք մարդկանց հետ թե ինչի են իրենք բոյկոտում ինչու համաձայն չեն անգամ փաթեթներ են առաջարկում եւ այլն նշում են որ փոխվել է միայն մետաղը գույնը եւ չափը բայց որակը չի փոխվել մարդիկ հիմա նույն խտությամբ են ավտոբուսում, չգիտեմ, նույն ձևով են սպասում կանգառներ չեն փոխվել, այսինքն միայն ավտոբուսը չի, որ պետքա որակ ապահովի։ Այդտեղ պետքա լինեն նաև համապատասխան վարորդներ, այդտեղ պետքա մարդկանց չափով ավտոբուսներ լինեն։ Այդ խտությունն ու օգտվելու ինչ են ասում։ Այդ բալանսը պետքա ապահովել, բայց հիմա չկա։ Գնում ես միայն նշանա տեղադրած կանգառի ու մի հատ ձող, վերջ։ Ուզում է ձյուն լինի, անձրև լինի, ինչ լինի, դու պիտի դրա մոտ 40 րոպե սպասես, որ 45-ը գա, գնաս Դավթաշեն։ Ճիշտ է թե չէ։ Ինչի է պիտի մարդը դրա համար վճարի 150 դրամ, օրինակ։ Սա ասում է քաղաքացին։ Ու հա ներսը ավտոբուսը շատ լավն է։ Հա ավտոբուսը շատ լավն է։ Ավտոբուսից չեն խոսում, որտեվ գազելից անցում ավտոբուս, պարզա որ մարդկանց հաճելի է այդ օգտվել։ Ու շատ հաճելի է, երբ որ դու գումար չես վճարում վարորդին։ Ինքը միայն քշում է, բայց հիմա վարորդները խառնվում են, անգամ վերջերս ծեծ կրտուկ եղավ ավտոբուսի մեջ, ասել էր որ պետքա վճարես գումարը ու հաճախորդն էլ ուղևորն էլ ասել է դու ինչ գործ ունես, որ ինձ ասում ես վճարիր կամ մի վճարիր։ Ճիշտ է, չէ՞ ասում։ Դու վարորդը պետքա իր գործն անի։ Ու պետքա մեր քաղաքապետարանն էլ այնպես ստեղծի այդ համակարգը վճարային եւ ինչպես դու նշեցիր Լեհաստանի օրինակով, մենք էլ ենք միշտ դրա մասին մեր ռեպորտաժներում խոսում, որ պետքա լինեն կահավորված կանգառներ, պետքա այդ ամեն ինչը ունենանք, պատշաճ, հետո նոր խոսենք գնի մասին։ Բայց մեզ մոտ կիսատ սկսեցին գնի մասին խոսել, ինչն էլ մարդկանց մոտ պորտկում առաջացրեց։ Հա, տրամաբանական է։ Այս վերջի ասածը անգլերեն ասած make sense, էլի։ Շատ տրամաբանական է, շատ լոգիկալ բան է ասել մարդը։ Գեղարդ, մի հարց եմ ուզում տամ, եթե չենք շեղվի քո օրակարգից։ Օրինակ, ես հիշում եմ, որ դու Լեհաստանից եկել էիր, մի պա ինչ էր։ Հոգեվիճակդ Հայաստանում մնալու դու կուզեիր սրա մասին խոսեիր, թե չէ։ Ու վերջին շրջանում ես էլ մեկ-մեկ այդ հոգեվիճակի մեջ եմ մտնում, չեմ ուզում այստեղ ապրեմ, մեկ էլ ասում ոյ ես ոնց կարամ այստեղ չապրեմ, ես չեմ կարա տենց մեկ-մեկ շատ եմ սիրում մեր հայերին, մեկ-մեկ չեմ ուզում ոչ մեկին տեսնեմ։ Ես չգիտեմ սա ոնց բացատրեմ, ինչի է այսպես։ Ինձանից է խնդիրը։ Ես եմ ինչ որ ճգնաժամային վիճակներ հաղթահարում դրա համար։ Նայ շատ հետաքրքիր հարց է տալիս։ Ինձ չի որ այդ ամեն ինչը հիմա վերջնական տենց հաղթահարել եմ։
ես շատ եմ ուզում այստեղ ապրեմ, արժեք ստեղծեմ։ Շատ եմ ուզում։ Այդ առանց պաթոսի, առանց որևէ մեկի վրա տպավորություն թողնելու ցանկության։ Ռեալ շատ եմ ուզում, որտեղ ինձ հաճելի է այստեղ ապրելը։ Վերջապես քոնն է։ Վերջապես մենակ այդ մտքից շատ ճիշտ ասել։ Դրսում կանամ, եթե ված գամ հայերեն իմ լեզվով, ասեմ ինչ հայերեն ինձ օրինակի համար իմիջիայլոց այդ ված գալու հետ կապված մի շատ հետաքրքիր պատմությունն եմ ու կանդրադառնամ արագ քո թեմային էլի։ Մի անգամ Լեհաստանում ինձ վատ է զգում սրտխառնություն էի, կարծեմ սննդային թունավորման տիպ ինչ-որ մի բան էր եղել այդպես, ու ես եմ ու roommate-ս, սենյակում ես իրար հետ մնացող Բելարուսից տղա էր, իրեն ասացի, որ այսքան լավ չեմ զգում, եթե հնարավոր է ինչ-որ 5 րոպե միայն արթուն մնաս, մինչև ասենք ամբուլանսը կա կամ ընդ այդպես էր էլի, պետք է զանգեր, կան չէր, մոտենալու կամ բան չկա, ես այն շատ վատ եմ զգում։ Այդ տղեն ուղղակի պտտվեց քնեց էլի ու ես այդ իհարկե հետո փառք ասա ամեն ինչ նորմալ էր բայց այդ օրը ինձ շատ բաներ էլի ես մտածում եմ ասում եմ հա լավ միջև այդ շատ լավ է միջև այդ ասում եմ ես ստե եմ ուզում ապրեմ այդ իմ երազանքների քաղաք էր ծովի ափին խաղ սենց չկար ոչ մի խնդիր չկար Գդանսկը Բալտիկ ծովներ արևներ ու իր անսահման սիրուն ճարտարապետություններ ես շատ տպավորված եմ այդ ամեն ինչով ու զուգահեռ որ նաև ինչ լավ է այդ բելարուսին կարողանալ հա այդ իմաստով է ու նաև որ ճամփորդում է զուգահեռ այդ հանգստությունը ինձ շատ էր կլանում ինձ տանում էր ուղղակի այդ հանգստությունը էլի հիմա բայց էլի կարևոր բաներ ունեմ ասելու այս ամեն ինչի հետ կապված երբ որ արդեն հետ պետքա վերադառնայի Հայաստան ես զգացի որ տխուր եմ հետ գալիս Հայաստան ես շատ եմ կարոտել ինչ շրջապատող մարդկանց բայց ես մի ձևի ուզում եմ իրանք գան ստե ոչ թե ես գնամ ընդ էլի դա ինչ որ մի վիճակ էր ու վերջի օրերն էր Գդանսկում զգացի ես ոչ թե գաղթական եմ դառնում ֆիզիկապես այլ ես հոգու գաղթական եմ դառնում ու ես գրել եմ մի հատ հոդված մեդիումում հրապարակել եմ արդեն հայ հոգու գաղթականը վերնագիրը տենց է ու ես զգացի որ մարդ առաջին անգամ հոգով է գաղթում ոչ թե ֆիզիկապես ու ես այդ իմ մաշկի վրա զգացի ես որտեվ ես հոգեպես այդտեղ էի ես նույնիսկ մինչև գալուս շատ երկար ժամանակ ես հոգեպես այդտեղ եմ ապրել այսինքն իմ պատկերացումների մեջ ես պիտի առավոտ արտանամ Գդանսկ գնամ մետրոյի կայարան գնամ Սոպոտ դասի հետ գամ Գդանսկ ինձ շատ էր դուր եկել այդ ամեն ինչը ես զգացի որ ես գաղթել եմ արդեն հոգեպես ու հիմա ինձ պետքա հետ վերադառնալ հա ներգաղթել հետ հայ հոգու մեջ շատ պաթետիկ անջում բայց իրոք ես գրածս բառերով եմ հիշում էլի չի պատկերացնում փաստորեն ես հոգով գաղթական չեմ չէ ինձ թվում է չէ գիտես որտեվ երբ որ հոգով Միրոպա ես ճիշտ հասկացա դու հոգով ընդեղ էիր մարմնով ստեղ իմ համար տենց էր իմ պատկերացումը չէ ուրեմն լավ էլ գաղթական եմ հա միշտ ընդեղ եմ հա Արցախում հա հադրութում մասնավորապես Անի գիտես ես շատ եմ ուզում ապրել այստեղ ու չեմ էլ ուզում գնամ ստեից միտք չունեմ բայց մեկ նեղանում ես չէ մեկ ես ինձնից եմ նեղանում հա մեկ ես ինձնից եմ նեղանում, մեկ իմ կողքինից եմ նեղանում, մեկ ընդհանրապես երկրից եմ նեղանում, չեմ հասկանում ինչի էլի։ Հա, մարդկանցից մեր հայերից ենք նեղանում։ Դրսում նեղանում ես ուղղակի անծանոթ մարդուց։ Հա, իրոք։ Ու բայց ասեմ, էլի, ես միշտ վերջում, ինչքան որ նեղացել եմ, իմ կյանքի ընթացքում, ինչքան որ մեր հասարակությունից կամ ինքսինս նեղացել եմ, ես միշտ վերջում հասկանում եմ, որ ճիշտն է ստեղ ապրելն է, ու ուզում եմ, որ մարդիկ որ նեղանում են, չգնա Ռուսաստան։ Չէ, պարտադիր չի գնա։ Կամ այլ երկիր։ Մնան այստեղ, անցնելու է այդ։ Բա որ իրենցից նեղանակ, հետո ինչ եք անելու։ Շատ ճիշտ բան ասիր, այ դրան էի գալիս, որտեղ ամեն ինչ անցնելու է, ես վերջերս էլ էի մտածում մագիստրատուրա դրսում դիմելու եւ այլն, դե արդեն իրանից ընդհանրում է կես գաղթել էլի, կես դուրս գալ ուղակի ստեից։ Տեղափոխություն որտեղ եթե մագիստրատուրա այդտեղ 2 տարի վստահաբար գործել մեծ հավանականությամբ կգտնես բայց գնա սովորի արի բայց փոխեցի պլաններս հիմա այստեղ եմ մագիստրատուրան ուզում հանձնեմ իհարկե հետո միտք կա դրսում շարունակելու ուսումը բայց ինձ թվում է այս իմ համար հիմա շատ տուրբուլենտ գոտի է իմ ապրումների մեջ ու եթե ես հիմա գնացի հնարավոր է հետ գալու դրա համար ավելի լավ է ես ինձ ստիպեմ
ստիպեմ, հենց տենց ստիպեմ մնալ այստեղ ինքս ինձ։ Չէ, դու չես ստիպում քեզ։ Դու զոհաբերում ես քո արտերկրում սովորելը քո ապագայի համար։ Հա, ինքը չեմ զոհաբերում, այսինքն շարունակելու եմ, բայց հետաձգում եմ։ Հա, հետաձգում եմ, փաստացի, հա, փաստացի։ Որ մի քիչ մեծանաս։ Հա, հետաձգում եմ։ Չզենաս գնաս։ Չէ, իհարկե անելու եմ դրսում ինչ-որ մի բան առաջ աստված ըստին պլանների, բայց հասկացա ամեն դեպքում կգաղթեմ, երբ որ էլ հույս չգտնեմ։ Նույնիսկ այս ոդքասթն է դրա մասին։ Ըստ ինձ իմ համար այս ոդքասթն էս դրա մասին է։ Ես ամեն անգամ երբ որ խոսում եմ տարբեր մարդկանց հետ ու հիմնականում այս մարդիկ են, որոնց հանրությունը չի ճանաչում շատ։ Հասկանաս, ասենք քեզ, Սաթին, իմ համար sense ընտանիք է դարել այս ոդքասթի հյուրերը, բան sense ընդհանուր որ նայում ենք, Արմենը, իմ դասախոսներից Տիկին Սահակյանը, Տիկին Բազինյանը եւ այլն, այս մարդիկ արժեք են ստեղծում ու իրանց մասին չի խոսվում։ Ես երբ որ այս մարդկանց հետ տետ-ա-տետ խոսում եմ, անկախ նրանց քանի հոգի է դիտում այս ոդքասթը, քանի հոգի է մինչև վերջ լսում, ես զգում եմ որ հա, մարդիկ կա որ գիտեք ավելի շատ պոտենցիալ ունեն դուրս գալու հաջողություններ հասնելու, բայց իրանք այդ ամեն ինչը դրել են մի կողմ ու այս ընդհանուր բագինի վրա դնում են իրանց ժամանակը, ամենաթանկը ժամանակն են դնում։ Ու հետո գալիս ես մի հատ sense խառը sense հոգեբանական վիճակի մեջ քեզ տարի շպրտում ես պատեպատ, վերջում ասում ես լավ է ասված էլի հանգիստ նստում ես տեղդ։ Ու հասկանում ես որ սա է։ Բայց ասա որ այդ ընթացքը պատերով տալու ընթացքում երբ որ դու ճիշտ պատի ես խփում քեզ, հետո չես փոշմանում։ Ուշ քեզ գալիս, հա։ Ես եկա այո, մենք եկանք, բայց մենք հանդիպեցինք, գիտես, մի քանի օր հետո են, որ sense շատ բաներ էլի մոտը sense հուզական այդ վիճակը մի քիչ կար այդ։ Հա։ Հետ պիտի գնանք, դե լավ հետ ենք գնալու, այստեղ չեմ մնա բան։ Բայց ուղղակի այսօր պատարակի էի մասնակցում ու վերադառնում էի տատիենցս տուն, էջմիածնում։ Ոչ մեկ ինձ ոչ մի բան չէր արել, բայց ես ռեսկի սաղից նեղացա։ Ու այդ բաներն ասում էի կարող եմ մի քանի օրով թեկուզ մի տեղ գնաս, չգիտեմ, կորես, ոչ մեկի չտեսնես, հա։ Բայց հետո ասում ես, որ չէ։ Այդ մտքերով եկա այստեղ ճիշտ ասած։ Ամբողջ ճանապարհին ասում եմ, տեսնես ոնց կստացվի, տեսնես ինչ կլինի հատկապես, որ Գեղարդը չի մոնտաժելու։ Այդ իրականում չգիտեմ, խեն շատերը մտածում որ չմոնտաժելը դա վատ բան է։ Հիմա ենթադրում ես, որ մեր խոսակցում կտորկարից պետքա դա մոնտաժեմ։ Չեմ կարծում։ Չեմ կարծում, որտեվ գիտես ինչի չեմ կարծում ես, որտեվ մեկը մյուսի հետ կապակցվում է նախ մեկ խոսքը ընդհանրապես, հետո էլ դրանից բացի սա ապրումներ է, մենք զրուցում ենք, ես միշտ հյուրերին ասում եմ, քեզ մոռացա ասեմ, բայց ընդհանրապես ասում եմ միշտ, պատկերացրեք, ասում եմ, թե ենք խմում իրար հետ, միկրոֆոն չկա։ Ոնց ուզում եք խոսացեք, ինչ ուզում եք մտածեք, բարձրաձայն եք կարևոր այդ մտածածի մասին։ Ու ինձ թվում է մենք դեռևս ունենք խոսելիք, մենք դեռևս ունենք անելիք։ Ես իմ մասով գտնում եմ, որ ես դեռևս ունեմ ասելիք, ու ես դրա համար եմ անում այս ամեն ինչը։ Մեկ էլ գիտես, երբ որ ուզում ես ինչ-որ բան սկսես, քեզ ուղղություն ցույց տվողա, չէ՞ պետք։ Շատ հաճախ ավելի լավ է ցույց չտան։ Չէ, Գեղարդ։ Մեծ մասով այո, անհրաժեշտ է, մի այլ կարգի անհրաժեշտ, հա։ Թե հոգևոր առումով, երբ որ քայլերից սկսում ես հոգևոր դաշտում, քեզ օգնություն է պետք։ Եթե օրինակ մոտիվացիայի իմաստով, հա, այսինքն։ Մոտիվացիա, հա, կարա լինի ինչ-որ գիրք առաջարկող։ Ուղղակի գնաս բուկինիստ, ասեն, որ այս գիրքը որ կարդաս, լավ կլինի։ Օրինակ եմ, հա, ասում։ Մեզ միշտ այդ ուղղորդող բանը պետքա, որ sense քեզ ասի գնա, այս ճանապարհով, այս ճանապարհով։ Ես ուզում եմ, որ մենք մտածենք ու ստեղծենք կամ չգիտեմ, նորոգենք մեր պետությունը այնպես, որ մեր երիտասարդ հասարակության կողքին որպես ուղղորդող լինի մեր պետությունը, ոչ թե X անձը, որ այսօր կարող է լինի իմ կողքին, վաղը քո բախտը չբերի, քո կողքին չլինի օրինակ։ Ինչ ես կարծում, այդ չպետք է լինի արժեքը, որ մենք վերջում ստեղծենք։ Որպես նարատիվ, շատ ճիշտ ես ասում։ Որպես նարատիվ, այո, վերջ-վերջով որովհետև ես կարող եմ բախտ ունենամ այդ աշխատողը խանութի տեղեկացված լինի գրքերից ու ինձ ճիշտ գիրք առաջարկի, բայց 3 րոպե հետո իրեն աշխատանքից ազատեն կամ չգիտեմ դժբախտ գիրք ընկնի գլխին մի բան մոռանա օրինակ։ Քեզ պետքա չէ՞ էլի։ Շատ արկայական օրինակ ես բերում, բայց ինքը քեզ նորից գիրք առաջարկի, որը քո մասնագիտությանը, քո պլանին համապատասխան կլինի։ Ես ուզում եմ, որ մենք ունենանք մի հատ կայուն սյուն, որը կլինի մեր պետությունը, ու մեզ սենց
կասի երիտասարդ ջան, սենց պետք է անենք, որովհետև մենք ունենք սա հասնելու համար։ Նայ, պետությունը կարա խնդիրներ ձևակերպի։ Պետությունը կարա նաջ անի, նաջը հրում անի, այսինքն քեզ ուղղորդում տա, որտեղ մենք բզի էլի կոպիտ ասած, որ ինչ-որ մի բան։ Ու դու չմտածես, որ դա ինքը անում է, օրինակ տվյալ պահին ղեկավարողի շահերից, այլ քո երկրի շահերից։ Արի հա, դա միանշանակ, այդ անքննել է, ինձ թվում է հաշվի առնելով մեր խոսակցության կոնտեքստը, մարդիկ կհասկանան, որ ինչ խոսում ենք ազգային ու պետական շահի տրամաբանությունից ներս էլի։ Հա, անկախ բանից։ Բայց արի մի ասենց բան, որպես մարդ ով ես վերջերս տարվել է այդ վարքագծային տնտեսագիտության պարասարակ վարքագծով, մարդկային վարքագծով, իրոք վերջերս շատ լավ գրքեր են առնչվում դա իմաստով։ Ուրեմն ասենց մարդը երբ որ շատ ընտրության հնարավորություն ունենում, ինքը չի կարողանում ընտրություն կայացնել։ Դժվար է կայացնում։ Պատկերացրեք քեզ 1000 գույն առաջարկեմ։ Քո տան պատը ներկելու համար։ Դու դժվար կընտրես, չէ՞։ Կամ օրինակի համար ես քեզ ոնց կանամ հեշտացնեմ կոնտրություն, երբ որ ասեմ, անի դու ինչ գույների մեջ ես պատկերացնում։ Դու ինձ ասես, SSS գույների մեջ, ես այդ գույնի մի քանի երանգ քեզ տամ, դրանից ընտրես։ Սա նաջ է։ Սա հրում է։ Անգլերեն նաջ է նշանակում սա։ Այսինքն ես քեզ ուղղորդում եմ, որ դու մղում եմ, հրում եմ անում, որ դու հեշտ ընտրես ինչ-որ մի բան կամ ընտրես վերջապես ինչ-որ մի բան, էլի։ Եթե դու գնաս խանութ ու ուզենաս պատի գույն ընտրես, ու այդ պատի գույները ասենց խառը դասավորված են, այբենական կարգով դասավորված են, պատկերացրա, օրինակ կարմիր կապույտը իրար կողք կամ երկուսն է կյով ասկսում։ Դու ինչքան դժվար կընտրես, շատ դժվար, բայց դե գույները իրար կողք դասավորված են, դու գոնե եթե պատկերացում ունես նարնջագույն ես ուզում, իրան երանգները իրա կողքն է, դու կտեսնես։ Այստեղ է պետությունը, այսի է առարկայական իմ համար օրինակը, պետության դերը սրանում է, ինքը պետքա դասավորի ճիշտ մեր խնդիրները, պետքա մեզ ճիշտ ուղղորդում տա։ Չնայած վատ բառ է, բայց չէ, ինչի է վատ բառ։ Մենք բոլորս ենք իրար օգտագործում լավ իմաստով, դրական իմաստով օգտագործում ենք իրար պոտենցիալը, իրար հնարավորությունները ու մենք դրանով ու դա հնարավորություն է իրականում ես համար դրսևորվելու։ Հիմա պետությունը եթե ասի ինձ պետքա իրավաբաններ շատ, օրինակ եմ ասում պայմանական, չեմ ասում դու եթե ինտերնետից չես ուզում իրավաբան լինես կամ քո նախընտրությունների մեջ չի պետքա թողնես գնաս իրավաբան լինես։ Այդ կատեգորիայի մասին չի խոսքը, բայց պետությունը կարա դնի քո դիմաց խնդիր, որ մենք 2000 օրինակի համար 50 թվականին, այդ թվականը արդեն այնքան են բան արել, որ չեմ էլ ուզում դրա շուրջ բերել, 2049 թվականին մենք պետքա լինենք, օրինակ, չգիտեմ, տեխնոլոգիապես առաջատար պետություն մեր տարածաշրջանում։ Այս է խնդիրը, այս է հետաքրքիր խնդիրը, որի մասին կարելի է մտածել, խոսել ու գործել։ Հիմա այդ խնդիրը շատ անհատական լեվելներում է։ Հիմա դու դիմաց խնդիր ես, մեր պետությունը ինչա, չէ՞ պետք։ Մենք ենք որոշում, բայց մենք այնքան փոքր ենք, որ մենք որոշենք մեր պետությանն ինչա պետք։ Փոքր չենք, մեր ինֆորմացիան է քիչ։ Մենք այդքան տեղեկատվություն չունենք, որ որոշումը հա, այդ առումով փոքր։ Զուտ տարիքը չէ, էլի։ Չնայած տարիքով է։ Ոչ էլ տարիքով, ոչ էլ ինֆորմացիայի պակաս է։ Ես պետք է իմանամ քեզ ինչա պետք։ Անի ես քեզ օգնելու համար, ես քեզ պետք է իմանամ քեզ ինչա անհրաժեշտ։ Հա։ Դու էլ պետք է իմանաս ինձ ինչա անհրաժեշտ։ Հիմա ես քեզ գամ ասեմ ոդկաստ եմ ուզում սկսեմ, բայց ես չասեմ ինչ ուղղությամբ, ինչ միջոցներով, դու ինչ կիմանաս, ինչ պետք է առաջարկես, հա, ոդկաստ եմ ուզում սկսեմ ինչ։ Հիմա մեր պետությունը պետքա սահմանի, թե իրեն ինչա պետք, ինչ նպատակ ունի։ Ու դնի այդ խնդիրները մեր առջև, ես համաձայն եմ, շատ հետաքրքիր խոսքը։ Ու մեզ օգնի, որ մենք դրսևորվենք, հասկամ, իր համար։ Ու դա կբերի կլուծեն արտագաղթի խնդիրը։ Հա։ Դա ինձ թվում է շատ կլուծի արտագաղթի խնդիրը։ Վերջ գիտես մարդիկ ստրես տանելու ինչ որ լիմիտ ունեն։ Այդ լիմիտից ավել չեն կարող իրանք ստրեսի ենթարկվեն, որտեղ դու ոնց որ սպառվում ես, էլի քո էմոցիոնալ բանը, pašարը սպառվում է։ Հետո ինչքան ստրեսի են ենթարկում, էլ չես ենթարկում։ Հա, էլ չի ազդում, դա անդրադառնում է սերունդների առողջության վրա, նաև որպես մարդ, որ ես վերջերս շատ կենտրոնացած եմ իմ առողջության վրա, շատ եմ զբաղվում իմ առողջությամբ ու բոլորին եմ խորհուրդ տալիս առողջ ապրել ընդհանրապես, այն ինչը որ վնասած չանել դրանք։ Ես ման քարոզ չկարդալ համար չեմ ասի ինչն է վնասակար, նու շաբլոն բայց չծխեք, չխմեք, հա։ Այո, մի ծխել խմելը դա շաբլոն է, այսինքն շաբլոն ասածս նկատում եմ դիֆոլտ բաներ է, որ հաստատ վնասակար է։ Խոսքը գնում է առողջ ապրել, որովհետև կյանքի լեվելը որ բարձրանում է, անի, բարձրանում է նաև քո ցանկությունները, ըստ ինձ։ Օրինակ նայ, ես ինչի եմ սկսել վազել, որովհետև իմ Լեհաստանի Հանրապետության տարածքում շատ մաքուր օդ էր, ֆուտբոլի դաշտ կար։ Ֆուտբոլի դաշտ կար, մաքուր օդ էր,
Ես որոշեցի, որ այդ ամեն ինչը պետք է օգտագործես, որտեղ մղում է քեզ միջավայրը, որ դու դա անես, որտեղ դու տեսնես ինչ հավես քո տարիքի կամ քեզանից մի քիչ փոքր երիտասարդ ուսանողներ ամեն առավոտ վազում են այդ ֆուտբոլի դաշտում ու իրար շփվում են եւ այլն, չգիտեմ, այս կողմը։ Բայց այստեղ դու անում ես, շարունակում ես։ Ամյանշանակ։ Շենքի վրա այսպես պատվում ես։ Չէ, այգի կա, այգում եմ վազում, բայց վերջի մեկ շաբաթում հիվանդ էի, չէի կարող վազել, բայց ես օրինակ այդ առողջ ամեն Կիրակի ես որոշում եմ, ընտրում եմ վարժություններ, որ երկուշաբթից սկսում եմ անել սա։ Բայց այդ անտեր երկուշաբթին գալիս է ու ես չեմ կարողանում անել։ Այ գիտես ո՞րն է։ Խնդիրը ո՞րն է, ընկեր Գեղարդ։ Ասեմ։ Ասում եի ժամանակ չունեմ ու դրա լուծումը պարզ է։ Ժամանակը չի, չեմ կարողանում քննածնանամ, չեմ ուզում, չգիտեմ, ցուրտ է, արևը։ Շատ պարզ լուծում ունի դա։ Ուղղակի անում ես։ Ես էլ որ ասում եմ պիտի վազեմ պատճառաբանություն է գտնում 9-ին գործեմ, 6-ին արթնացի վազի։ Որտես դառը որ 6-ին է արթնանում վազում։ Բայ երբ ես քնում։ Քնում եմ 10-ին դրա շնորհիվ։ Ինքը շղթայական է։ Դու օրինակ 6-ին արթնանում վազում ես, 10-ին քնում ես, դու քո 8 ժամը քնում ես ու դու նաև առողջ ես քնում։ Դու լավ ես քնում։ Օրինակ ամենից վերջի 3 օր այս փորձում առանց հեռախոս քնեմ ու հավատամ մի անգամից քնում եմ ու առանց ընդհատումների։ Չեմ արթնացումներ չի քնելուց ընթացքում։ Օրինակ հեռախոսս գործս արած վերջացրեցի, հեռախոսս դնում եմ հյուրասենյակում, գնում եմ ննջարան, քնում եմ առանց հեռախոսի։ Ու ես քնում եմ մի անգամից։ Նույնիսկ ինձ կողքի աղմուկը չի խանգարում։ Ու ես արթնանում եմ մեկ էլ երբ որ պետք է արթնանամ։ Ես էլ շուտ եմ ընթանում։ Բուդիլնիկ չես դնում։ Չեմ դնում։ Ես միշտ արթնանում եմ իմ ժամին, որ ժամին որ պետք է արթնանամ։ Իրոք չեմ օգտագործում։ Ինչ մեկա չի դրել եմ, բայց շուտ եմ արթնանում։ Ես սա գործած եմ։ Կարևորը անելն է։ Ու մեկ էլ վաղը առավոտյան ժամը 10-ին զանգում են, անի ուր ես։ Հեռախոսս հյուրասենյակում է, բուդիլնիկ չեմ դրել։ Սա Գեղարդն է եղավ։ Ամբողջ չէ, ոգևորեց։ Չէ, իրականում Էդի կենսակերպը։ Ես միշտ ասում եմ, ես վերջի մի տարում շատ եմ ասում, որ եթե դու փոխում ես կենսակերպը, դու փոխում ես քո համար շատ բան։ Քեզ անձնական աճի տեղ ես տալիս։ Օրինակ, դու վերջի անգամ երբ ես այդ me time ասված են քո ժամանակը լավ օգտագործել կամ եղել է այդ ժամանակը գործի բանի բերումով իհարկե էլի ստացվել է այդ, ասենք չգիտեմ, ունես օրվա մեջ մի ժամ, որ այդ քոնն է։ Հա, ես ինձ շատ եմ սիրում, եթե անկեղծ ու գիտեմ թե ինձ ինչն է ուրախացնում։ Ես երբ որ ազատ եմ լինում կամ ազատ անգամ չեմ էլ լինում, ես գտնում եմ այդ, եթե տանը օրինակ շատ հյուրեր ունենք, ես այդ ժխորից հոգնում եմ, ես մտնում եմ սենյակ, որտեվ ես գիտեմ, որ մարդ եմ ու հոգնել եմ։ 5 րոպե էլ ինձ տրամադրեմ, ես ինձ լավ եմ զգում։ Հետո կվերադառնամ ու կշարունակեմ այդ մարդկանց հետ ակտիվ շփվել։ Բայց եթե ես այդ 5 րոպեն չհատկացնեմ ինձ, ես ամբողջ ընթացքում այ սենց վիճակում դա ճիշտ ամես չէ։ Անջատված վիճակում նստած կարողա չխոսեմ, կարողա խոսեմ։ Ու այդ իմ ժամանակը ես փորձում եմ օգտագործել Աստվածաշունչ կարդալով։ Ես շատ եմ սիրում հոգևորություն, չէ՞ ոնց ասեմ այս մասը։ Հոգևոր կյանքը ինձ շատ է դուր գալիս։ Քրիստոնեական որպես հավատացյալ մարդ ես շատ եմ սիրում այդ։ Ու դա է ինձ հանգստացնում։ Իմ ժամանակը այդ Աստծո հետ խոսելն է, ու իմ ժամանակը այդ Աստծուն հատկացնելու բանն է։ Ես ուզում եմ իրեն նվիրեմ այդ մի ժամա 5 րոպե թե 10 րոպե այդ իրենն է։ Ու ես դրանից շատ լիցքավորվում եմ, հանգստանում, հանդարտվում եմ ու նորից չեմ ուզում ասեմ վերադառնում եմ աշխարհիկ կյանք, փորձում եմ այդ արժեքներն իմ մեջ դասավորելով շփվել մարդկանց հետ։ Ու դա այնքան է օգնում քեզ։ Հավատա, ոնց դու քո առողջ կենսակերպն ես վարում, դա էլ քո հոգևոր առողջ կենսակերպն է։ Ու եթե ես փորձեմ առաքելական եկեղեցու հետևորդների համար, քրիստոնյաների համար, դա մեծ բան է։ Դու օրինակ եթե աշխատես հիմա դու քո հոգևոր կյանքի վրա, ես իմ ֆիզիկական մեր դեմը խաղ չի լինի։ Լուրջ եմ ասում։ Այո։ Ես բաց ունեմ իմ ֆիզիկական ակտիվության մեջ։ Չունեմ ռեժիմ։ Դա կլրացվի, դա հեշտ է լրացվում։ Չունեմ ռեժիմ զուտ։ Չգիտեմ, ես։ Չէ, դա պիտի դնես սահմանես ու անես։ Չեմ կարողանում։ Այդքան։ Արիքս վերջին հարցը տան, որ միշտ բոլոր հյուրերին տալիս եմ, ինչ պետք է անենք, որ մեր վաղվա օրը լինի ավելի լավը։ Ըստ քեզ։ Լայն իմաստով։ Ոայ, սա շատ բարդ հարց է։ Ոչինչ որ մի քիչ մտածեմ։ Մտածի։
Իհարկե պետք է մտածած ասել։ Այնքան հետաքի պատասխաններ եմ ստացել։ Եթե շատ հեռուն չգնամ, իմ օրինակով ասեմ, ես ունեմ խնդիր եւ ես հստակ գիտեմ այդ խնդիրը, թե ինչ անեմ, որ վաղը օրինակ գործից շուշանամ։ Իմ վաղվա օրը սկսեմ չվազելով։ Ես պետքա երեկոյան դասավորեմ ինձ ու իմ մտքերը, սենյակս եւ պատրաստեմ վաղվա հագուստս։ Ու վաղվա համար ես շատ մտածելու բան, հատկապես առավոտյան, չեմ ունենա։ Հիմա ես ուզում եմ, որ դասավորենք մենք մեր միտքը։ Այսօր ինչ արեցինք, սխալ արեցինք, լավ արեցինք, վատ արեցինք, ամեն ինչ մենք մեր մեջ քննենք, որ վաղը նույնը չանենք։ Ու ես չգիտեմ մյուսների մոտ լինում է թե չէ, ես մեկ-մեկ գիտակցում եմ, թե ինչն եմ սխալ անում, բայց ես չեմ ուղղում այդ իմ սխալը։ Ու ես շարունակում եմ ամեն օր, ամեն Աստծո օր նույն բանը սխալ անել։ Շորերս չդասավորել, չգիտեմ, վաղվա օրը չպլանավորել։ Հա, ու արդյունքում ուշանալ, կորցնել օրինակ չգիտեմ, օգտակար կես րոպե, 50 րոպե, 60 րոպե, չգիտեմ։ Ես ուզում եմ մենք գիտակցենք մեր սխալը ու մենք իրոք փորձենք լուծել այդ սխալը։ Խնդիրները։ Հա, խնդիրը։ Չգիտեմ, ես միշտ վատ իրավիճակի մեջ եմ մտնում իմ խնդիրները չկարգավորելով։ Ու հատկապես գիտակցված սխալներս չկարգավորելով։ Միշտ գլուխս պատին եմ տալիս դրա համար։ Այսինքն այդ դասավորելը, հա։ Բոլորս ենք անում այդ սխալները, բոլորս էլ կրկնում ենք։ Ինչը շատ շնորհակալ եմ քեզ, որ այսօր համաձայնվեցի իմ հետ խոսել։ Այդպես անպատրաստի ստացվեց, բայց ըստ ումա շատ լավ զրույց ունեցանք, չէ՞։ Համաձայն ես։ Դե թող մեզ լսողներն ասեն։ Դատեն, օքեյ։ Մենք չենք դատի։ Շնորհակալ եմ շատ Աննա ջան։ Ես եմ շնորհակալ քեզ Գեղարդ։ Ես ուրախ եմ, որ մենք ունենք երիտասարդության մեջ քեզպես մարդ, ով մտածում է, ով փորձում է ինչ-որ բան անել ու մենք քո մասին դեռ կլսենք։ Մերսի, շնորհակալ եմ։ Դե ինչ արգելու կնդիրներ, եթե ձեզ դուր եկա մեր ոդքասթը, հավանեք տեսանյութը, սեղմ եք զանգակ կոճակին, բաժանորդագրվեք մեր Instagram-յան եւ YouTube-յան ալիքներին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ ոդքասթերն ու տեսանյութերը։ Դուք լսում եք TASS, The Art of Small Steps podcast-ը, ձեզ հետ Գեղարդը կհանդիպենք։